մարդ արարածը իշխան է։ Սքեմը հագնելուց հետո հոգևորականի մոտ սա որպես նոր իշխանության ընդունելություն է, թե մեծ պատասխանատվություն հասարակության հանդեպ։ Դա վերին իշխանություն է, բայց յուրաքանչյուր իշխանություն հենց ինքը ծառայություն է եւ պարտավորություն։ Նաև առաջին քրիստոնյա ազնենք, որքանով ենք մենք հիմա մոտ այդ կոչմանը։ Հիմա մեր ժամանակներում անկախ դրանից մենք ո՞նց ենք մեզ դրսևորում։ Միևնույն է, մեր առաջին լինելը չի վերանում։ Այն մարդիկ, ովքեր ոչ թե հավատքով են գալիս եկեղեցի, այլ ցավին սփոփանք գտնելու։ Ինչպիսին է մոտեցումը այս դեպքում հոգևորականների կողմից։ Դեպքեր շատ են լինում, որ մարդիկ տարբեր տեղեր ուզում են գտնել իրենց սփոփանքը, բայց չեն գտնում եւ մի օր մենք տեսնում ենք եկեղեցում արտասվելիս։ Հավատացյալները առհասարակ հեռանում են Աստծուց, թե Աստծո անունից խոսող մարդկանցից։ Օրինակ իմ անձ հետ եղել է կապված նմամա, որ իմացել եմ, որևէ մեկը ինչ որ մի թերություն է տեսել եւ հիասթափվել է, հեռացել է, ես իհարկե ցավ եմ ապրում։ Որն է աղանդ համարվում։ Հաճախ տեսնում ենք երգեր, որոնք կապված են նույն Քրիստոսի անունի հետ, բայց աղերս չունեն եկեղեցու հետ։ Մենք տեսնում ենք փողոցում աղանդի, աղանդավորների քարոզանող ակտիվ երիտասարդների, միջին տարիքի մարդկանց, ինչպես է եկեղեցին պայքարում այս քարոզի դեմ։ Ուրեմն տեսեք, եկեղեցին դրա դեմ պայքարելու առանձնահատուկ նպատակ չունի։ Այսինքն Քրիստոսի եկեղեցին երկրի աղն է։ Եվ այդ աղից դուրս ինչքան որ իրենք իրենց փորձեն ներկայացնելու իբր ճշմարտություններ, միևնույն է, արդեն իրենց որոշելիքը չի։ Բարև սա քաղաքոնի առաջին ոդքասթն է եւ մենք այսօր տաղավարում զրուցելու ենք Տեր Փավստոս Քահանա Սարգսյանի հետ, օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Խնդրեմ։ Տեր Փավստոս, շատ հաճախ մենք լսում ենք կարծիք, որ այ մինչև կնքվելը մարդկանց գործած մեղքերը կարելի է զրոյացած համարել, երբ արդեն կնքվում ես եւ դառնում քրիստոնյա։ Ինչպես են մեկնաբանում սա հոգևորականները եւ արդյոք սա իրականությանը մոտ է։ Այս հոգևորականները չեն մեկնաբանում, հոգևորականները բարձրաձայնում են։ Որովհետև դա աստվածային է։ Արդեն իսկ մկրտության խորհուրդը մարդուն ազատագրում է մեղքի տարածքից եւ տեղավորում է աստվածային տարածք։ Իրական փոխակերպում տեղափոխում է տեղի ունենում։ Դրան անվանում ենք մենք երկրորդ ծնունդ։ Սուրբ Գիրքը ասում է վերստին ծնվել։ Եթե որևէ մեկը ջերից եւ ոգուց չծնվի, չի կարող երկինքի արքայություն մտնել։ Հիսուսն արդեն հայտարարել։ Մարդը ծնվելուց մեր աշխարհում ինքնաբերաբար ինքը հայտնվում է Ադամի ժառանգության ներքո։ Եվ հետո պետք է անցնի Քրիստոսի ժառանգություն։ Այդ անցումը տեղ ունի մկրտության։ Եվ չափազի բարագային սա գիտակից քայլ է։ Այսինքն մարդու ներքին աշխարհը, հոգեբանական աշխարհը, մտածողությունը փոփոխության է գնում։ Հետևաբար եթե ինքը փոփոխության է գնում, փոփոխված կյանք ապրելու համար, որպես իրեն խանգարող հանգամանք չլինի, ազատագրվում է նախորդ բեռից։ Այսինքն այո, մինչև մկրտություն մարդը ինչ մեղավորություններ որ ունի, մկրտությամբ ինքը ամբողջությամբ ազատագրվում է այդ մեղավորություններից, բայց սա չի նշանակում որ մկրտությունից հետո ինքը նորից մեղավորությունների մեջ չի հայտնվելու։ Մարդը թերություններ ունի, տգարություններ ունի, բայց մկրտությունից հետո այլևս մկրտություն չէ որ պետք է որ ազատագրում լինի։ Եկեղեցին ունի հաջորդ խորհուրդ, ապաշխարություն։ Իսկ ապաշխարությունը մնայուն կերպով մինչև այս աշխարհի վերջին պահը մեր ասելիք ճանապարհն է։ Եվ պատասխանատվության մասին խոսելուց այ օրինակ հարց է առաջանում, երբ քահանան առաջին անգամ արդեն լիազորություն է ստանում պատարագ մատուցելու եւ այսպես ասած հոգեվոր քարոզ իրականացնելու, սքեմը հագնելուց հետո հոգեվորականի մոտ սա որպես նոր իշխանության ընդունելություն է, թե մեծ պատասխանատվություն հասարակության հանդեպ։ Հրաչյան, ուրեմն այ սքեմը հագնելուց հետո չէ։ Դա ձեռնադրությունից եւ օծումից անմիջապես։ Ուզես թե չուզես, ընկալես թե չընկալես, միևնույն է դա վերին իշխանություն է։ Բայց յուրաքանչյուր իշխանություն հենց ինքը ծառայություն է եւ պարտավորություն։ Իշխանությունը միայն պարտավորություն է եւ ծառայություն։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզ այդպես է սովորեցնում, Հիսուս ասաց ես եկա ձեր մեջ սպասավոր եղա։ Դուք ինձ վարդապետ եք կոչում, բայց ես ձեր մեջ սպասավոր եղա։ Երբ որ
Աստված առաջին մարդուն ստեղծեց, մինչև ստեղծելը իր նպատակը բարձրաձայնեց. ստեղծենք մարդ մեր պատկերով եւ մեր նմանությամբ, որ իշխեն։ Այսինքն արդեն իսկ մարդ արարածը իշխան է, ծագումով ինքը իշխան է, բայց հետո որ առաջին ընտանիքը ձևավորվեց, Ադամի ու Եվայի ընտանիքը ձևավորվեց, այդ իշխելը Աստված ձևակերպեց այլ կերպ, առաքելությամբ. աճեցեք, բազմացեք, լցեք երկիրը եւ տիրեք։ Այսինքն թե իշխել նշանակում է առաքելություն իրականացնել։ Մենք իրարից չենք կարող զատել իշխելը եւ պարտավորությունը։ Իշխել արդեն պարտավորություն է։ Նաև այս պարտավորությունից բացի ամենածանր բեռը, որը այս հասարակության մեջ կրում են քահանաները, որն է դա, որովհետև մենք տեսնում ենք օրինակ թե կնունքների ժամանակ, նաև թաղմանարարությունների ժամանակ, երբ կա քահանան, իրավիճակը լրիվ այլ է, բայց գնալուց հետո մարդիկ ոնց որ շատ արագ հեռանում են այդ հոգևոր պատկերացումներից, իրականությունից, եւ որն է որպես այդպեսին հոգևորականի ամենածանր բեռը այս իրականության մեջ։ Դե հասարակական կյանքը մեր այսօրվա պետք է հաշվի առնենք, որ շարունակությունն է խորհրդային հասարակության, այսինքն աթեիզմի շրջանի հասարակության եւ ընդհանուր հասարակության մեջ հոգևոր վարժվածությունը, այսպես ասած, կրթությունը, կրթվածությունը բացակայում է եւ շատ բնական է մենք որպես ազգ շատ հին ազգ ենք, հա, բայց պետք է մենք հասկանանք, որ իբրև անկախ երկրի հասարակություն մենք այսօր երիտասարդ ենք շատ, այսինքն նոր ենք դուրս եկել մի ծանր իրավիճակից եւ աստիճանաբար պետք է կազմավորվենք վերջապես, որ մեր հասարակական կյանքը հոգևոր վերաբերմունք դրսևորում ունենա։ Հիմա մեր հասարակության մեծամասնությունը այնպես չի, որ ինքը մերժող է։ Լավ ասացիք, երբ որ մենք ներկա ենք, իրանք մեր հանդեպ վերաբերմունքը հարգանքով է, մեր խոսքը կարելի է ասել ընդհանուր առմամբ ընդունելի Եվ ընկալվող։ հա, բայց հասարակության մոտ այսպես մի բան կա, որ դա հոգևոր բնույթի թե խոսքը, թե կենցաղավարությունը, ինքը ընդհանուր կյանքի հետ մաս չի կասում, ինքը ընդհանուր կյանքի մի առանձին անկյուն է։ Հասարակությունը այդպես գիտե։ Եվ դրա համար մեր հեռանալուց հետո այո, հնարավոր է մարդիկ իրենց աշխարհիկ առօրեական զրույցներին անդրադառնան։ Բայց յուրաքանչյուր անգամ մենք էդի հաշվի առնելով գիտնալով հանդերձ, միևնույն է մենք ասում ենք մեր խոսքը ինչքան որ կարողանում ենք ամեն մեկս մեր կարողության սահմաններում տվյալ իրավիճակին համապատասխան։ Համոզված լինելով, որ յուրաքանչյուր խոսքի ժամանակ ինչ որ մի բան այդ նույն հասարակության ինչ որ մի անհատի սրտում գտնելու է։ Նշեցիք մենք շատ հին ազգ ենք, բայց բացի հին ազգ լինելուց մենք նաև առաջին քրիստոնյա ազգ ենք։ Որքանով ենք մենք հիմա մոտ այդ կոչմանը եւ արդյոք կարողանում է մեր հասարակությունը պահել այդ կոչումը։ Նայ, մի քիչ ձևակերպումները երևի փորձենք ավելի հստակեցնելու, որովհետեւ երբ որ մենք ասում ենք առաջին քրիստոնյա ազգն ենք, ճիշտ չէ։ Դա նշանակում է, որ քրիստոնեությունը հենց մեզնից է պիտի մեկնարկեր։ Չէ՞։ Մենք առաջին քրիստոնյա ազգերից ենք, որը ընդունել է քրիստոնեություն։ Այո, որը ընդունել է քրիստոնեությունը, բայց առաջին քրիստոնյա պետականությունն ենք եղել։ Այսինքն աշխարհում իբրև ոչ թե ազգային միավոր, այլ պետական միավոր։ Առաջինը Հայաստանն է, որ ընդունել է քրիստոնեությունը։ Բայց մինչ այդ, իհարկե, Հայաստանում ժամանակի ուրեմն մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչի ժամանակատվածը Հայաստանում գործում էր քրիստոնեական եկեղեցի, այսինքն ազգը արդեն իր մեջ քրիստոնեությունը կերում էր, ոչ ամբողջովին, բայց մասնավոր առումով եպիսկոպոսական աթոռներ են ունեցել, բան են ունեցել, վերջում մենք գիտենք Թադեոս Բարտոմեոս առաքյալներով է։ Այսինքն դա մեր ազգը առաջին ազգերից է, որ ընդունել է քրիստոնեությունը, բայց իբրև արդեն ոչ ազգային միավոր, այլ պետական միավոր, առաջինն է, որ ընդունել է քրիստոնեությունը պետական միավոր։ Հիմա մեր ժամանակներում անկախ նրանից մենք ոնց ենք մեզ դրսևորում, միևնույն է մեր առաջին լինելը չի վերանում։ Նույնիսկ եթե մենք շատ վատ դրսևորենք մեզ, էականորեն շատ չհամապատասխանենք, բայց միևնույն է մեր առաջին լինելը սրանից չի վնասվում։
Մնում է տեսնենք, առաջինին արժանի ենք, թե արժանի չենք։ Ինչը կպատկերացնում դուք արժանի եք Ես հասարակության գտնում հիմի եմ, որ այո, այսօրվա արժանի ենք։ Իսկ այսօրվա հասարակության դրսևորումը նշեցիք անգամ եթե մենք մեզ վատ դրսևորենք որպես այդպեսին հիմա սա է ձեր նշած վատ դրսևորման շրջանակներում կարելի է պատկերացնել։ Ուրեմն տեսեք, ընդհանուր հայոց եկեղեցին, ուրեմն մենք ընկալում ենք երկու կերպ։ Մեկ բոլոր այն հայերը, որոնք մկրտված են հայոց եկեղեցում, եւ բոլոր նրանք, ովքեր նույնիսկ հայ չեն, բայց մկրտված են հայոց եկեղեցում։ Այս ամբողջը մեկ ընդհանուր միավոր ժողով զանգված է։ Հա, սա հայոց եկեղեցին է։ Բայց միևնույն ժամանակ հայոց եկեղեցին կարելի է ընկալել մեկ այլ կերպ, որ բոլոր նրանք, ովքեր մկրտվածներ են, ովքեր եկեղեցուն անդամագրված են մկրտությամբ, բայց եկեղեցու ուղղափառ վարդապետության, դավանաբանության, քրիստոնեական այն հոգևոր, հոգեբանական էականության կրողը չէ։ Բոլորը չէ։ Մի մաս կա, որ անարատ կրող է։ Օրինակ, այսպես ավելի պատկերավոր բերեմ։ Ուրեմն բոլորս կարող ենք լինել հայոց բանակի զինվոր։ Ըստ զգեստի։ Այո։ Բայց ըստ ներքին հոգեբանության հայոց բանակը ուրիշ չափսեր ունի։ Չէ՞։ Նվիրում հայրենասիրություն։ Այո, այսպես կարող ենք մենք հայոց եկեղեցին ընկալել։ Մեկ ըստ արտաքին զգեստի, ոչ թե հոգեբորականի, այլ զգեստավորում կարող է համարել նաև մկրտությունը։ Այո։ Այսինքն ըստ արտաքին տեսանելիության հայոց եկեղեցին ուրիշ չափսեր ունի, ուրիշ մասշտաբներ ունի։ Ըստ ներքին հոգեբանական կրելիության ուրիշ։ Այս ներքին կրելիությունը հնարավոր է որ երբեմն նվազի, երբեմն ավելանա, բայց ինքը չի վերանա։ Այս իմաստով, որ ինքը երբեք չի վերանալու։ Այսօր փաստորեն ներկա ժամանակի մեջ 21-րդ դարում հայոց եկեղեցին ինքը լի արժեքորեն, չգիտենք չափը ինչքան, բայց իր ներսում կրելիության իմաստով ինքը արժանի է առաջինը լինելու։ Նաև շատ կարևոր հարց է թերևս գոնե ինձ համար եւ ես վստահ եմ մեր դիտողներն էլ այստեղ կգտնեն նաև իրենց այն մարդիկ, ովքեր ոչ թե հավատքով են գալիս եկեղեցի, այլ ցավին սփոփանք գտնելու։ Ինչպիսին է մոտեցումը այս դեպքում հոգեվորականների կողմից։ Չի կարող առանց հավատքի գալ։ Միգուցե հավատքը մեր պատկերացրած կերպի մեջ չէ, բայց ուրեմն մարդը ինքն իր մեջ հավատքի ինչ որ մի բան ունի, ինքը դրանով է գալիս։ Այսինքն համոզվածություն ունի, որ եկեղեցում ինքը սփոփանք կգտնի։ Միգուցե կարող է երևիով գա, հա? Երևի գտնեմ։ Դեպքեր շատ են լինում, որ մարդիկ տարբեր տեղեր ուզում են գտնել իրենց սփոփանքը, բայց չեն գտնում եւ մի օր մենք տեսնում ենք եկեղեցում արտասվելիս, նույնիսկ իրենք չեն եկել որ մեզ մոտենան։ Եկել են իրենց պատկերացրած Աստծո միգուցե բողոք, միգուցե աղոթք, ինչ իմանանք, հա։ Բայց եթե նույնիսկ բողոքով գա անձնավորությունը, ուրեմն հավատում է որ բողոքում է։ Այսինքն հավատքը կա։ Հիմա մնում է տեսնենք, թե այսպիսի մոտեցումների հանդեպ մեր մոտեցումն ինչ է, հա, հոգեվորականած դասի մոտեցումն ինչ է։ Ճիշտ է։ Ուրեմն հոգեվորականած դասը հիշեք։ Բոլոր տեսակի մոտեցումներին եւ բոլոր տեսակի չմոտեցումներին անգալում է իր զավակը, որովհետև դա մեզնից չէ արդեն։ Այդ մենք չենք, որ իրենց մեզ զավակ ենք դարձնում, որ երբ ուզենանք մերժենք, երբ չուզենանք չմերժենք։ Երբ որ մենք արդեն օծվել եւ հոգեվորական ենք դարձել, Աստված է, որ այդ ժողովրդին մեզ զավակ է դարձնում։ Այս դեպքում օրինակ աթեիստներին դուք զավակ համարում եք, այսինքն։ Իհարկե։ Իհարկե, աթեիստները մեր զավակներն են, ուղղակի մեր զավակների այն խումբն է, որը մերժում է։ Բայց կյանքներս կյանքում չի պատահում երբեմն որ ընտանիքների ընդդրանք ընտանիքներ են։ Այսպես տևես այդ ընտանիքում ծնված զավակը այդ ընտանիքի զավակն է, բայց զավակ կարող է որոշակի հասակ առնելուց հետո ասի ես չեմ ընդունում քո հայրական իշխանությունը, չեմ ընդունում իմ հայրենական տան կարգը կանոնը, գերում եմ առանցին իմ համար ապրելու։ Դու իմ համար հայր չես։ Ինչքան էլ որ ինքը ասի դու իմ համար հայր չես, եղոյեսնում եմ իր համար հայր։ Չէ՞։ Այո։ Անարակ որդու պատմությունը ավետարանից,
կորած ոչխարի պատմությունը, նա սրանք այդ մասին են փաստում։ Մենք նորից եմ կրկնում, մենք չենք դա կազմակերպե, մենք չենք օրինե, որ երբ էլ ուզենանք մենք փոփոխության ենթարկենք։ Սա աստվածադիր կարգ է։ Եվ հոգևորականը ինչքան էլ որ ինքը նույնիսկ իմ օրինակով ասում, ինչքան էլ որ ես շատ լավ խորը չպատկերացնեմ, այդ ինչ է, բայց պիտի հավատամ, որ դա այդպես է։ Եվ հավատացյալները առհասարակ հեռանում են Աստծուց, թե Աստծո անունից խոսող մարդկանցից։ Հավատացյալները երբեք չեն հեռանում։ Հեռանում են բոլոր նրանք, ովքեր գիտեն, թե իրենք հավատացյալ են, բայց իրականության մեջ հավատքը ինչ էր պահանջում, իրենք դրա մեջ չկային։ Էլի օրինակը պատկերավոր դարձնեմ բանակի վրա։ Բանակի շարքերից չեն փախնում նվիրյալները երբեք։ Ինչքան էլ որ պատերազմը սաստիկ է, փախչում են ովքեր որ թեկուզ զգեստավորված են զինվորի զգեստերով, զինված են նույն զենքերով, բայց ներքին հոգեբանական իրականության մեջ իրենք չեն համապատասխանում, բայց իրենք գիտեն, որ զինվոր է։ Ինքը այդպես գիտի, որ զինվոր է։ Հիմա այսպես եկեղեցուց, ասինքն մենք չենք ասի հավատացյալներից հեռացողներ, ասենք մարդիկ, ովքեր որ հեռանում են, արդյոք Աստծուց են հեռանում, թե մեզնից են հեռանում, ովքեր Աստծո անունից են խոսում։ Հնարավոր է, որ իրենց կյանքում տեղի ունեցող ծանր իրադարձություններից ինչ իմանամ, դժբախտություններ են, ցավալի բաներ են, շատ դեպքեր կան, հա։ Մարդը մտածում է, որ Աստված իրենց երեսը թեքե եւ ինքը հեռանում է Աստծուց։ Բողոք։ Երբեմն պատահում է, որ հոգեվորականի հանդեպ մարդիկ մի որոշակի ստանդարտ պատկերացում ունեն, մտածելով, որ հոգեվորականը հրեշտակ է կամ հենց ինքը Աստված, որ ինքը անթերիություն պետք է ապահովի, եւ ինչ որ թերություն են տեսնում մեր կենցաղի մեջ, մեր խոսքի մեջ, մեր պահվածքի մեջ ինչ որ թերություն են տեսնում, որը հատուկ է բոլոր մարդկանց, մեկ է բոլոր մարդկանց նման մարդն ենք, հա։ Այո։ Մենք ամենաշատը մենք ենք բարձրաձայն, որ մենք թերի ենք։ Եթե ուշադիր լինեք հասարակության մեջ, դուք կտեսնեք, որ ամենաշատը ինքն իր թերության մասին խոսեցողը հոգեվորականն է։ Իսկ հենց աշխարհականին ասա իր թերության մասին գլուխը կկոտրի։ Իսկ որ մեզ են ասում մեր թերության մասին, ասում ենք, հա, գիտենք, որ այդպես է, բայց այդ թերությամբ հանդերձ կա ճշմարտություն եւ սկզբունքներ, որ պետք է միանանք եւ դա կարգավորենք։ Մեկից թերությունը դրոշակ դարձնելու համար չենք։ Հենց մենք միանում ենք իրար, որ մեկից թերությունը գիտնալով լրացնենք միմյանց։ Հիմա հասարակության մեջ շատերը պետք է լինեն, որ այո, այդպես չեն մտածում եւ ինչ որ թերություն են տեսնում եւ հեռանում են, երբեմն չհասկանալով, երբեմն հասկանալով։ Լինում են շատ դեպքեր, որ սկզբից այդպես հեռանում են, օրինակ իմ անձ հետ եղել է կապված նման բան, որ իմացել եմ, որևէ մեկը ինչ որ մի թերություն է տեսել եւ հիասթափվել է, հեռացել է, ես իհարկե ցավ եմ ապրում։ Ինչքան որ հնարավորություն ունեցել եմ, մենք այդ ժամանակ չենք պատկերացնում, որ մեր թերությունը նկատելի է, չէ՞։ Բայց ինչքան որ ունեցել ենք հնարավորություն, մենք բոլոր հնարավոր միջոցներ օգտագործում ենք այդ անձին վերադարձնելու։ Եվ շատ դեպքեր կան, որ այդպես վերադարձել են եւ ի վերջո հասկացել են, որ եկեղեցուն նվիրվել է հարգավոր։ Հիմա էլ մեր շատ լավ հավատացյալ քույր եւ եղբայրներից են։ Տեսեք, հեռանալու մասին խոսեցինք, բայց շատ հաճախ հեռացողները ոչ թե կրկին վերադառնում են եկեղեցի, այլ գնում են դեպի աղանդ։ Եվ առհասարակ որն է աղանդը եկեղեցու ձևակերպմամբ, որն է աղանդ համարվում, եւ որովհետեւ հիմա սոցիալական մեդիայի ակտիվացման հետ մեկտեղ մենք շատ հաճախ տեսնում ենք երգեր, որոնք կապված են նույն Քրիստոսի անունի հետ, բայց աղերս չունեն եկեղեցու հետ, մենք տեսնում ենք փողոցում աղանդի, հա, աղանդավորների քարոզանող ակտիվ երիտասարդների, միջին տարիքի մարդկանց, ինչպես է եկեղեցին պայքարում այս քարոզի դեմ։ Ուրեմն տեսեք, եկեղեցին դրա դեմ պայքարելու առանձնահատուկ նպատակ չունի։ Եկեղեցին իր առաքելությունն ունի իրականացնելու, ինքը Աստծո խոսքի տարածումն է կազմակերպում եւ մարդուն հավատացյալին Աստծո հետ հաղորդ դարձնում է Աստծո թագավորության անդամ, հավիտենական արքայության ժառանգորդ եւ դրա մեջ կերտում է եկեղեցին, մայրական դեր է տանում։ Ինքը մայրության դեր է տանում։ Աղանդավորականությունը մինչև
որ իրան իբրև կազմակերպություն կփորձենք բնորոշելու։ Ահա։ Սկզբից իբրև մտածողություն փորձենք հասկանանք ինչ է։ Եթե մենք նայում ենք, ես մեր շրջապատում մեծ ծանոթ աղանդավորական կամպավորումների կամ այլնադավան, այսպես աղանդավոր բառը չօգտագործելու համար, որ հնարավոր է լսողները իրենցից լինեն նեղվին վիրավորվեն, ասենք այլադավան կամ կրոնական այլ կազմակերպություն, ինչ էլ որ անունը դրվի։ Սրանց մոտ առանձնահատուկ իշխում է մի մտածողություն, միակ ճշմարտությունը իրենք են։ Միակ։ Եվ սա տարածվում է իրենց անհատներին։ Այսինքն հավաքվում են անհատների մի խումբ, ովքեր համոզվածություն ունեն, որ իրենք են ճշմարտության կրողը եւ փրկիչը։ Բոլորը իրենց մասին այդպիսի կարծիք ունեն։ Այսպիսի մտածողություն կարող է լինել նաեւ եկեղեցու ծոցում։ Եկեղեցու ծոցում կարող է լինել հավատացյալ, հենց առաքելական եկեղեցու ծոցում կարող է լինել հավատացյալ, նույնիսկ հոգեվորական։ Նա որը մտածի, որ ինք ինչ որ համոզմունքներում, իր առանցին անձնական համոզմունքներում այնքան համոզված լինի, այնքան վստահ լինի, որ ոչ մի կերպ մարդու համոզվածությանը չկարողանաս փոփոխության ենթարկել։ Ես եմ եւ վերջ։ Իմ համոզմունքները ճիշտ են, ես ճիշտ եմ, ես չեմ սխալվել։ Եվ դու ես միայն սխալվում։ Այս մտածողությունը արդեն աղանդավորական մտածողություն է։ Այսինքն իբրև մտածողություն, իբրև կազմակերպություն։ Արդեն ներկա վարդապետական, աստվածաշնչական, ուրեմն ուղղափառ վարդապետությունը եւ դավանանքը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար նույնն է, միակն է։ Եվ այս դավանանքից դուրս, եւ այս վարդապետությունից դուրս կրոնական ինչպիսի կազմակերպություն են որ լինեն, կոչվում են աղանդներ։ Հիմնականում սրա կենտրոնում Սուրբ Երրորդության դավանաբանությունն է, Քրիստոսի մարտեղության դավանաբանությունն է, եւ այս դավանանքից դուրս, այսինքն որևէ մի կրոնական խումբ, որը մերժում է Սուրբ Երրորդություն, որևէ մի կրոնական խումբ, որը մերժում է Քրիստոսի մարդ եւ Աստված միացություն, կամ նույնիսկ կարող է լինել կրոնական մի խումբ, որը կարծես թե ամբողջը լավ է ընդունում, բայց Սուրբ Երրորդության անձերից որևէ մեկին կերտում եւ մեկնաբանում է իր ընկալումներին հավապատասխան, սահմանափակ ինչ որ մի բան։ Ենթադրենք Սուրբ Հոգի անձին կերտում են իբրև լեզվախոսություն։ Ուրեմն այսպիսի շեղումները կոչվում են ընդհանուր եկեղեցուց դուրս։ Իսկ աղանդ բառը արդեն իսկ հենց այն կողմ, այն դին, աղից այն կողմ, հա, արտահայտությունն է, որովհետև ինչի է աղ բառով, որովհետև Հիսուս առաքյալներին ասաց դուք եք երկրի աղը։ Այսինքն Քրիստոսի եկեղեցին երկրի աղն է։ Եվ այդ աղից դուրս ինչքան են որ իրենք իրենց փորձեն ներկայացնելու իբրև ճշմարտություններ, միևնույնն է, արդեն իրենց որոշելիքը չէ։ Մեր որոշելիքն չէ, հա։ Մենք էլ չենք որ որոշում ենք, Քրիստոսն է որոշել։ Ես շատ հաճախ լուսաբանումներ ունեցել եմ կապված եկեղեցական տարբեր տոների հետ եւ ձեզ հետ զրույցում հիշում եմ մի անգամ նշեցիք, որ եկեղեցի հաճախող հենց երիտասարդների թիվն է ավելանում, որը բնականաբար ողջունել է քրիստոնյա երկրի համար, բայց միևնույն ժամանակ ես ճանաչում եմ օրինակ մարդկանց, ովքեր աղանդի մեջ են եւ չեն հասկանում, որ դա հավասարաչափ գալիս են եկեղեցի, բայց գնում են նաեւ աղանդավոր հավատքների։ Հիմա ինչպես է կարմիր գիծը ընդգծել, որ հասկանան որն է մաքուր հավատքը, որն է իրականությունը եւ որն է աղանդը։ Հիմա տեսեք, այո, երիտասարդության քանակը մեր եկեղեցում ավելանում է, ինչ որ գովելի է, եւ ձեր ասած տարբերակներ գոյություն ունի, որ զուգահեռ են։ Մարդիկ կան, որոնք փնտրտուքի մեջ են։ Ինչ են փնտրում։ Խորքում որ նայում ես, փնտրում են իրենց օգուտը։ Որտեղ է որ իրենց սպասումները կբավարարի։ Միգուցե դա հոգեգան խաղաղությունն է։ Մարդը փնտրում է իր հոգեգան խաղաղությունը։ Դա էլ է իր օգուտը, չէ՞։ Այո, սլոփանկ է թերևս նաև։ Այո, այսինքն եկեղեցի հաճախողների մեծամասնությունը հենց էս է։ Գալիս են իրենց խաղաղությունը գտնելու եկեղեցում, աշխարհի բեռից ազատվելու, թույլատրվելու։ Եվ շատ հաճախ այսպիսի մարդիկ
Քանի որ իրենք են ուզում խաղաղվել, ուզում են լսել իրենց ուզածը։ Որովհետև իրական ճշմարտությունը միշտ չէ, որ քո ուզածով է, չէ, բայց միայն խաղաղություն բերում է իրական ճշմարտությունը։ Այն որը որ դու քո ուզածն ես լսել, սիրտդ շոյել է, եւ դրանով կարծես դու խաղաղվել ես, դա ժամանակավոր բնույթ կրող եւ խապկանք է։ Որովհետև իրականության մեջ եկեղեցին չպետք է այցելենք մեր խաղաղությունը գտնելու համար։ Մենք դառնում ենք եկեղեցու անդամ մեր նվիրումն ու ծառայությունը բերելու համար։ Մենք դառնում ենք ընտանիքի անդամ, դա արդեն պատիվ է, մենք չարժեինք, հա, եւ Աստված պատիվ արեց, արժանացրեց։ Արդեն իսկ մեր խաղաղությունը Աստվածին կապահովելու է, մենք էլ դրա հետևից չպետք է վազենք։ Մենք պետք է փորձենք Աստծո մեր հանդեպ ցուցաբերած սիրո արձագանքը տանք մեր նվիրումով ու ծառայությունով։ Ես եկեղեցի չեմ գնում խաղաղվելու, ես եկեղեցի գնում եմ զորանալու, որովհետև ես ծառայող տեսակն եմ։ Եվ յուրաքանչյուր քրիստոնյա այսպես պետք է գնա։ Հիմա շատերը այսպես չգիտեն, բայց վստահ եմ, ես իմ անձնական կարծիքն ասեմ, իմ որոշակի թեկուզ քիչ փորձառությունից ելնելով, որ նման անձերի շատ ճանաչել եմ։ Համոզված եմ, որ նույնիսկ եթե փնտրտուքների արդյունքում միամտաբար որևէ մեկը հայտնվել է նույնիսկ որևէ աղանդավորական խմբի մեջ կամ այլ կրոնական տարածքում, ինչ որ ժամանակի մեջ միգուցե ինքն էլ գոհացում էլ գտել է, բայց եթե իր ներքին հոգին եւ հոգեբանությունը եթե ազնիվ է, մաքուր է, նվիրված է, հավատարիմ է սուրբ արժեքների, ուշ թե շուտ ճանաչում է, որ իր սուրբ արժեքները հայրենական, հայրերից փոխանցված, որովհետև վերջ-վերջո եկեղեցին մեզի հայրերից է փոխանցվել։ Եկեղեցու հիմնադիրը Աստվածն է, բայց Աստված մեր հայրերի միջոցով չի փոխանցելու բերել հաստրել մեզ։ Ուրեմն եկեղեցին հայրենական արժեք է։ Կամ գոնե կարելի է նաև այսպես ասել, հայրենական արժեքը եկեղեցական մաս է։ Եվ յուրաքանչյուր մեկը, եթե որոշակիորեն այսպես մաքուր կաթ է կերե, ուշ թե շուտ, ինչ-որ մի դիպվածով, ինչ-որ մի պահով, ինքը ճանաչելու է իր իրական մորը եւ վազելու իր մայրական գիրկը, ծառայություն բերելու։ Եվ քանի որ խոսեցինք աղանդներից, նաև իրական հավատքի մասին երբ խոսում ենք, կա ուղղափառ, առաքելական, կաթոլիկներ, հա, սա ինչ անջատումներ են, ինչու է այս դեպքում անջատվել եկեղեցին, եթե ճշմարիտ հավատքը մեկն է։ Հիմա տեսեք, ժամանակի ընթացքում դե դավանաբանական եւ վարդապետական վեճերի արդյունքում երբեմն իրար լավ չհասկանալով եկեղեցին ունեցավ բաժանումներ։ Այս բոլոր տեսակի վեճերը լուծվում էին ժողովներով։ Լսել եք տիեզերական ժողովներ։ Հիմա տիեզերական ժողովների առաջին 3 տիեզերական ժողովների որոշումները անխախտելի են բոլոր ավանդական եկեղեցիներին։ Ձեր թվարկածները մենք անվանում ենք ավանդական եկեղեցիներ։ Այսինքն թե ավանդական ասելու տակ ոչ թե որ դրա մեջ տեսնում ենք հնությունը միայն, այլ հասկանում ենք առաջին եկեղեցու տեսակը, որակը ավանդելով պահպանված եկեղեցի, որ սերունդ է սերունդ դա ավանդվել է եւ պահպանվել է, ավանդածից այն կողմ չի գնացել։ Հիմնական սկզբունքային փրկչաբանական հարցերում, հա, կան վարդապետական հարցեր, որոնք ավելի շատ կարող են վերաբերել հովվական գործունեությանը, կրթական գործունեությանը, սրբերի ընդդրանք հանդեպ վերաբերմունքին, սրանք փրկչաբանական բաներ չեն, վարդապետություններ չեն, չնայած որ բարեպաշտական են, որոնք շատ օգտակար են փրկչաբանականին։ Այս փրկչաբանականը այն է, որ Աստված փրկությունը ինչով իրականացրեց, ինչպես իրականացրեց, եւ այդ իրականացրածը եւ մեզ ավանդածը պետք է պահպանվի։ Ավանդական եկեղեցիներում սրա պահպանված է։ Այսինքն մկրտություն, հաղորդություն, հա, եկեղեցի 7 խորհուրդները, սրանք այդ խորհրդակատարություններն են, որոնց իրագործման ժամանակ մարդ Աստված
մի հաղորդակցություն է տեղ ունենում, հարաբերություն է տեղ ունենում, որը ապահովում է մարդու փրկությանը։ Մարդուն պատրաստում տանում է դեպի փրկություն։ Սրանք անխախտ են բոլոր եկեղեցիներում։ Մարդու փրկության մասին խոսեցինք, այ հասարակության առաջ եկեղեցին ունի պարտավորություն որպես այդպեսին հասարակական ցավերի ժամանակ արձագանքելու, թե այնուամենայնիվ լռությունը կարելի է համարել աղոթք եւ հանուն հասարակության փրկության։ Ուրեմն եկեղեցին ու հասարակությունը առանձին բան չեն։ Հասարակությունը նույն եկեղեցին է։ Իսկ եթե մենք այստեղ եկեղեցի բառի տակ նկատում ունենք հոգևորական դասը, նշանակում է, ուրեմն հասարակությունը հոգևորական դասի զավակն է, ինչպես որ սկզբից ասեցի։ Իսկ ինչ է կարծում, ծնողը զավակի ցավերին արձագանքելու իրավունք ունի։ Ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։ Ապրես։ Եվ դա ոչ թե գալիս է իրավունքից կամ պարտականությունից, դա գալիս է կեցությունից, զգացումից, որևէ ծնող իր զավակի ցավին արձագանքելու համար ոչ իրավունք է հարցնում, ոչ պարտականություն, ապրումով է մոտենում։ Եվ եթե ապրումներով մոտեցումները երբեմն զավակները լավ չեն ընկալում եւ ավելի վնասվում են, այո, երբեմն ծնողը լռում եւ լուր աղոթում է։ Բայց չի նշանակում, որ ինքը լռում է ընդմիշտ, այլևս չեմ բարձրաձայներում։ Լուր աղոթում է եւ աղոթքի ժամանակ աղոթքը միայն խոսք չէ։ Աղոթքը արդեն գործ է ու գործունեություն է, խնամք է։ Եկեղեցին դրանով զբաղվում է, այդպես անում է, հոգևորականած դասը, հայոց եկեղեցու հոգևորականած դասը արդեն իսկ իր մեկնարկից մինչև այսօր հազարավոր տարիների անցած ճանապարհով բազմիցս ապացուցել է եւ աշխարհին եւ հայ ժողովրդին, որ ձեր արունն ու իմ արունը նույնն է, եւ որտեղ դու արունը սեղե, իմ արունն է հեղվե, որտեղ արտասուք ես թափե, իմ արտասուքն է թափվե, որտեղ դու խնդություն ես ապրե, դա իմ խնդությունն է եղել նաեւ։ Մենք իրար հետ ենք կիսե թե պարտությունները, եւ թե իրար հետ ենք կիսե, միասին ենք կիսե թե հաղթանակների բերկրանքը։ Գոնե հայ եկեղեցու վերաբերյալ հարկավոր է մեր հասարակությունը իմանա, որ հասարակություն եւ եկեղեցի տար անջատում չպետք է լինի։ Ուրեմն հասարակությունը ընդհանուր եկեղեցին է, որ իր մեջ մի խումբ կա, որը կղերականներն են, հոգևորականներն են, իբրև առաջնորդություն կազմակերպողներ, մյուս խումբը զավակները։ Որზე եւ հավատացյալների մասին մենք նախորդիվ էլ խոսեցինք, որ մարդիկ ովքեր եկել են եկեղեցում եւ հեռանում են եւ օրինակ իմ աշխատավայրերից մեկում ունեմ գործընկեր, ով ասում է, որ իրեն վանում է օրինակ եկեղեցում տեսնել վաճառ կամ երբ հոգևորական օրինակ հոգևոր ծառայությունը կատարում է վճարովից, սա կարող է պատճառաբանություն դառնալ հեռանալ հավատքից, թե հրաշ չեն ասեմ, դա բխում է նրանից, որ մի քիչ առաջ ասեցի, որ կան հավատացյալների կամ մարդկանց տեսակներ, որոնք եկեղեցուց սպասումներ ունեն եւ ոչ թե եկեղեցուն նվիրումներ։ Մարդիկ իրենց ձևով են մտածում։ Նախ եկեղեցում ինչ որ վաճառվում է, որովհետեւ եկեղեցին կենսական խնդիրներ ունի։ Չպետք է վաճառվեր, եթե հավատացյալը առանց որևէ բանի բերեր իր վաստակից եկեղեցուն բաժին տար, որ գնա քո կենսական խնդիրները լուծի։ կաթոլիկների մոտ այդպես է։ Չգիտեմ, քան որ անծանոթ եմ, չասեմ, եւ կաթոլիկներ ասածը լայն շատ մասշտաբային բան է։ Կարող է կաթոլիկ եկեղեցու ինչ որ մի երկրում, այո, այդպես լինի, ինչ իմանանք։ Մեր մոտ էլ ժամանակին եղել է։ Հիմա էլ որոշակի մենք փոքր գաղութներ ունենք միգուցե հայկական, որտեղ դեռ որոշակի պահպանվում է։ Իսկ ինչ մնում է հոգևորականի ծառայության դիմաց վարձատրությանը, ուրեմն հոգևոր բնույթի ծառայություն, դա հոգևոր ձեռքբերում է, ճիշտ է։ Իսկ կարող ես չափել ինչքան արժե։ Մեր աշխարհի որևէ արժույթով կարող ես չափել։ Կարծում եմ ոչ։ Այսինքն, եթե մարդը մգրտությամբ դառնում է երկնքի արքայության ժառանգորդ, աշխարհի որևէ մի արժույթով կարելի է գնահատել։ Ինձ թվում է, որ ոչ, Իհարկե հոգևոր ոչ։ արժեքները Իհարկե ըստ ոչ։ երևույթին գնահատել Իհարկե ոչ, հնարավոր չէ, չէ։ Այսինքն, եղավ որ մենք եթե
մեկ ասում է վարձատրվում է, նշանակում է մենք աշխարհիկ ծառայություն ենք մատուցել, որ վարձատրվում ենք։ Մեր աշխարհիկ չէ, մենք չենք վարձատրվում։ Հա, մեզ չեն վարձատրում։ Մեզ մեր կատարած ծառայության դիմաց նվիրում են, որովհետև մենք ավելի թանկ ենք նվիրել եւ մարդիկ էլ փորձում են որոշակի բան նվիրելու մեր կենսական հարցերը լուծելու։ Իսկ դա մենք չենք հորինել։ Հիսուս ինքն է դա դրել։ Առաքյանն էլ հաստատել է։ Այսինքն Աստված ինքն է հաստատել, որ մի պատկերավոր գյուղատնտեսական մի դրությամբ կալ անող եզան դունչը մի կապիր ասում է։ Իհարկե դուք կարող եք դա չես պատկերացնում ինչ է, որովհետև դուք չեք տեսել այդպիսի բան։ Ես օրը երիտասարդը չի տեսել, բայց ավելի հստակ դնելու համար Պողոս Արաքյալը հետո մի ուրիշ բան է ասում է մենք ձեր հոգևոր կարիքներն ենք ապահովում։ Մեծ բան է որ դուք այդ մեր մարմնավոր կարիքներն ապահովեք։ Հիմա եթե որևէ մեկը դժգոհում է դրանից, իհարկե այստեղ մի բան ունենք, հստակություն մտցնենք, որ նման դժգոհները բողոքողները շատ հաճախ մեջտեղ են բերում աղքատներին, չունևորներին, որ աղքատը ինչ է չվե, պետք է հրաժարվի, պետք է մերժվի, պետք է չունենա։ Իսկ արդեն իսկ պատմության մեջ էլ եւ այսօր էլ բազմիցս եթե մարդիկ մի փոքր ուշադիր լինեն, կտեսնեն, որ կարիքավորները, ովքեր որ չունեն, իրենցից այսինքն ոչ մեկից եկեղեցին բան չի պահանջում, բայց կարիքավորները, որ չունեն, ստանում են նույնքան, ինչքան որ ստանում են նրանք, ովքեր որ կարողանում են նաեւ հատուցել։ Նույնքան են ստանում, պակաս չեն ստանում։ Բայց ձեր հոգեվորականները նաև հենց եկեղեցու համար, որն է ավելի այսպես ասած վտանգավոր կասկածող հավատացյալը, թե այնուամենայնիվ վստահ կասկածներ ունեցող մարդը, որ կողմնորոշում չունի հավատքի վերաբերյալ։ Կեղծ հավատացյալի մասն է խոսքը ավելի ճիշտ, կեղծ հավատացյալն է ավելի վտանգավոր, թե կասկածողը։ Կեղծ հավատացյալն արդեն հավատացյալ չէ։ Մենք չենք կարող ասել կեղծ հավատացյալ։ Եթե ավելի պարզ ասեմ ինչի մասին է խոսքը, ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը։ Գիտեմ օրինակ Խաչի Քավոր, հա, կոչված մարդիկ կան, ովքեր լինում են քրիստոնյա աշխարհում ամենայն դեպս ավելի հարմարավետ կյանքով ապրող, այսպես ասած հարուստներ, եւ այս մարդիկ բնականաբար մեր պատկերացումներով թերևս հեռու են հոգեվոր իրական կյանքից եւ քրիստոնեական իրական կյանքից։ Ինչպես են իրենք դառնում Խաչի Քավորը եւ արդյոք սա այսպես ասած Սուրբ Գրքին չի հակասում։ Տեսեք, ուրեմն մարդ եւ Աստված հարաբերությունը հոգեվոր կյանքը մարդու եւ Աստծո հարաբերությունն է։ Մարդ եւ Աստված հարաբերությունը ոչ մեկ չի կարող չափել մյուսի համար։ Ոչ մեկը մյուսի համար չի կարող չափել։ Հիմա ենթադրենք որոշակի կարողության տեր անձեր, որոնք ունեն այսպես որոշակի կամք իրենց հասույթից միգուցե Աստծո շնորհակալության խոսք, միգուցե կարող է շահադիտական, հա, դա մենք չենք կարող ստուգել։ Մարդու ներքին աշխարհում մենակ Աստված է ստուգողը, չէ՞։ Բայց ըստ գործողության նկատվում է, որ մարդը իր հասույթից, իր ձեռքբերումներից եկեղեցուն որոշակի հանգանակություն է կատարում, որով եկեղեցին իր հովվական ծառայության մեջ շահեկան դիրք է ստանում։ Այսինքն Խաչի Քավորը ենթադրենք ապահովել է եկեղեցու ինչ-որ մի պարագա, որով մեր հավատացյալների հանդեպ ծառայություն է կատարվում։ Միևնույն է բոլոր տեսակի հանգանակությունները եկեղեցու կատարվող հասարակությանը ծառայեցնելու համար է։ Այն մարդը ծառայություն է բերել։ Նույնը մենք կարող ենք ասել ենթադրենք այն հարուստին, որը որ պատերազմի ժամանակ կարող է մի քանի մեքենա նվիրել բանակին եւ մենք ասենք իր ապրած կյանքը նա է եւ իր կատարած քայլը կասենք։ Կարծում եմ, որ ոչ, ըստ իրավիճակի։ Չենք ասի, չէ՞։ Այսինքն նույնիսկ եթե դու շատ մեծ հարուստ ես եւ քո մեծ հարստությունից թեկուզ չնչին մի բան է, որ դու փողել ես, բայց բանակի համար մեծ բան է։ Երկու հատ տանկը քիչ բան չէ ընդդրենք, 4 մեքենան քիչ բան չէ, կամ այսքան կամենի, հա, կամ հակուստը։ Էլ մենք երբ որ տեսնում ենք թե ընդհանուր մեր կյանքի կարևոր պատերազմական իրավիճակն է, կարևոր իրադրությունում մարդը օգտակարություն է ապահովել։ Էլ իր անձը չենք քննարկում այստեղ։ Եվ մյուս պարագայինը չի քննարկի։ Կարող ենք քննարկել, բայց օգուտ կա դրա մեջ։ Այսինքն դա կեղծ հավատացյալ հասկացողություն չկա, որտեղ եթե կեղծ է, արդեն հավատացյալ չէ, իսկ տատանվողը
դեռ հավատացյալ չէ, փնտրտուքների մեջ է, հավատացյալ է, որ ասենք հավատացյալ արդեն մնայուն վճռականության մեջ է։ Անմեղի մասին չի խոսքս։ Չսխալվողի մասին չի խոսքս։ Վճռականորեն մարդը ընդրություն ունի կատարած, համոզմունք ունի, այդ համոզմունքի վրա կերտում է իր կյանքը, բայց սա այդտեղում ինչ, հա։ Որսա։ Եվ դուք նշեցիք, որ ճանաչում եք մարդու, ով ձեր հետ կապված հիասթափություն է ապրել, բայց ճանաչում եք մարդու, ով հենց եկեղեցու պատճառով է հեռացել կրոնից։ Էլի հասկանանք եկեղեցին ասելով ինչ հասկանանք։ Հոգևորականների մոտեցման։ Գլոբալ առումով, որովհետև այս դեպքում եկեղեցիներ գոնե մեր քաղաքում Գյումրին գիտենք ամենաշատ եկեղեցիները ունեցող վերածօրինակ են նույն օրինագից էլի, եւ ես էլ հոգևորականից դասից եմ, ի՞նչ տարբերություն։ Խո իմ մարդ կերպարից չի ինքը հիասթափվել։ Այդ ինքը հիասթափվել է իր մտածելով, իմ հոգևոր կերպարից, հոգևորականի կերպարից է հիասթափվել, չէ՞։ Խորքում։ Այո։ Այսինքն նույնն է, բայց եկեղեցուց որպես այսպեսին հիասթափություն կա, էլ կա, բայց այս մի այլ կերպ է, որ հավատացյալները հավատացյալներից են հիասթափում հաճախ։ Ինչու՞ բայց։ Որովհետև հոգևոր հասունության պակաս կա, թե մեկի մոտ, թե մյուսի մոտ, այսինքն շատ հաճախ մարդը շատ խանդավառ եւ հոգևորականների հանդեպ սիրով ու նվիրումով մասնակցում է եկեղեցական կյանքին, պատարակներին, ծիսակարգին եւ հավատացյալները միմյանց հանդեպ սկսում են մեկը մյուսի վերաբերյալ բաներ խոսել, ինչ իմանալ, մարդկային, հա, սովորական մարդկային երևույթ։ Կամ հին հավատացյալները, ովքեր իրենք կարծում են, թե իրենք ահագին բանի արդեն կրում են, նորեկներին ուզում են սովորեցնել կարգ ու կանոն, մի քիչ ոչ մշակված տարբերակով, ոչ նրբանագատ։ Եվ մենք շատ ուշադիր պետք է ենք որ դա տեսնենք։ Շատ հաճախ մեր աչքերից վերիպում է դա։ Ճիշտ է, մենք շատ ու շատ իրենք փորձում լինելու, բայց մենք մեր կարողությունն ենք անել, որ կվերիպի։ Այսինքն այդ հիասթափությունները, որ եկեղեցուց հիասթափում են մարդիկ, միայն հոգևորականներով չի պայմանավորված, էլի, հենց հավատացյալներով է պայմանավորված նաև։ Այո, մեր կողքին գտնվող այսինքն հավատացյալները։ Մենք էլ շատ բնական է մարդկային կյանքը կլինի, այդ ամենը կլինի, մենք էլ այդ ամեն ինչը գիտենալով հանդերձ փորձում ենք ինչքան հնարավոր է հիասթափությունների պատճառները մաքրագրենք, իսկ նրանք, որոնք որ մաքրագրելի չեն, այսինքն դա եթե իմ որոշակի մարդկային թերացումը մարդը պետք է ընկալե եւ վերագրե հոգեվորականի կերպարի թերացում։ Սա արդեն ես այդ մարդուն չեմ կարող չէ բացատրել։ Եթե ինքի մեջ չառնչվի։ Հիմա տես երբ որ մարդկայնորեն թերություն ունեն, այո, ինչքան էլ ուզում ես հոգևորական եմ, այդ թերությունը իմ հետ է։ Չէ, այսինքն ես միգուցե դա մինչև կյանքիս վերջը չկարողանամ մաքրագրել։ Հնարավոր է չկարողանամ մաքրագրել մինչև իմ կյանքի վերջը, ինչքան որ ջանք գործադրեմ։ Իմ ջանքը չեն նկատելու։ Ճիշտ է։ Բայց նկատելու են, որ ես մաքրագրված չեմ։ Իսկ եթե հիասթափող անձը, որ նման բաներից հիասթափվում է, եթե լսի մեր հորդորը, մեր խորհուրդը, ասելու համար, որ ժողովուրդ բոլորս թերի ենք, բոլորս տգար ենք, բոլորս թերացումներ ունենք, եւ իբրև քրիստոնյաներ մենք պետք է մեր ներսում աճեցնենք հավատարմության որակը, նվիրումի որակը, եւ եթե դու հավատարմությամբ եւ նվիրումով գաս մենք իրար հետ առնչվենք, բացվենք ու կիսվենք, դու կտեսնես, որ իմ մարդկային տգարությունը քեզ չի խանգարում, ընդհակառակը քեզ շահագրգռում է, արի լրացրու։ Չէ՞ որ քո տգարությունն ինձ չի խանգարում։ Քո տգարությունը ես տեսնում եմ, քո սայտագումները ես տեսնում եմ, շահագրգռվում եմ, որ քեզ այնտեղից դուրս բերեմ, օգնեմ, լրացնեմ, դու որ տեսնում ես, ինչ ես հիասթափվում։ Բայց եթե ընտրենք մենք նախադասություն, որով կդիմեիք հավատքից հեռացած մարդուն, որը կլիներ դա։ Եվ որ մի բառով ասեմ չեն հասկանալու, պետք է ասեմ ապաշխարել, իրանք է չգիտեն ինչ է։ Չէ՞։ Այդ բառը շատ են հնչեցնում, բայց մարդիկ չգիտեն ինչ է։ Ընդամենը կարող եմ ասել հավատքից հեռացած մարդկանց։ Իրականության մեջ իրանք հավատքից չեն հեռացել։ Իրանք չգիտեն, որ հավատքից չեն հեռացել, իրանք բողոքում են հավատքի դեմ ընդամենը։ Եվ Տեր Փավստոս, եթե կա դրախտ ու դժոխք, ուր են ընկնելու այս դեպքում աթեիստները, եթե իրենք մինչև կյանքի վերջը չհավատալով մահանում են։ Հիմա տեսեք, մենակ աթեիստների մասին չի խոսքը։ Այո, հավատքից հեռացած մարդկանց։ Այդպես որ նայենք, մենք բացի քրիստոնեությունից մնացած կրոնական կազմակերպությունների ու աշխարհի բոլոր կրոնական պատկանելիություններին էլ հարցականով նայենք, չէ՞։
Ուրեմն երկնքի արքայությունը մտնում են բացառապես նրանք, որոնց որ Աստված տեղավորում է։ Հա, եկեղեցին այդ ճանապարհն է, բայց եկեղեցին չէ որ տանում տեղավորում է այնտեղ։ Եկեղեցին մարդուն բերում է Քրիստոսի մոտ։ Քրիստոսը տանում տեղավորում է։ Հիմա ով գնաց Քրիստոսի հետ։ Հիմա աթեիստների մասին խոսեցինք։ Եթե մարդը համոզմունքով մերժում է, որ գոյություն ունի արարիչ, այո, մերժում է։ Բայց միևնույն ժամանակ ինքը այդ խմբակցության անդամ եղնելով հանդերձ մերժելով աստվածությունը, բայց ընդունում է իր հոգու խորքում, ընդունում է այն բարոյականը, որը հենց տվել է Աստված, եւ ձգտում է այդ բարոյականն ապրելու։ Սա ազնվության մասին է խոսքը, ճիշտ է։ Այո։ Իսկ մնացած հատվածը, որ ինքը մերժում է աստվածությունը, սա անտեղերության մասին է։ Ուրեմն լավ չի ճանաչում, որ մերժում։ Եթե լավ մատուցեր, միգուցե չմերժեր։ Աստված իրան ոնց կմուտենա Աստծո գործը։ Բայց այն աթեիստը, որը մերժում է աստվածությունը, դրանով հանդերձ մերժում է նաև այն բարոյականը, որ Աստվածին էր մատուցում, եւ իր կյանքը կազմակերպում է անաստված տարբերակով։ Հա, անաստվածը ոչ թե Աստծո գոյության մերժողն է, այլ Աստծո մատուցած բարոյականը մերժողը։ Հա։ Ավելի շատ սա է անաստվածը։ Այս սրա ճանապարհը էլի ես չեմ կարող ասել թե դեպի դժոխք, որտեղ վերջին վարյանի զղջուն գոյություն ունի։ Խաչի վրայի ավազակը մեզ օրինակ։ Եվ բացի դրանից Սուրբ Գիրքը մեզի զգուշացնում է ոչ մեկը այդպիսի հայտարարություն չանեք։ Եթե ասեք մեկը գնաց երկինք, նույնն է որ Քրիստոսին երկինքից իջեցնեք։ Եվ այսպես շարունակ։ Տեր Պավլոս, ես պատրաստվում եմ կնքվել դառնալ հենց հայ քրիստոնյա, բայց ունեմ դաջվածք։ Հիմա սա ինձ համար աններելի մեղք է համարվում, թե ինչպես ասացինք, մինչև կնունքը գործած մեղքերը կարելի է համարել չգործած։ Չէ, ոչ թե չգործած, մկրտությամբ մաքրվում են, ոչ թե չգործած են, այլ մաքրվում են, բայց դաջվածքի վերաբերյալ իմ ասեմ, քո դաջվածքը քո անձը բերեցիր օրինակ, ես քո անձի համար ասեմ, էլի։ Դու ժամանակի որ դաջվածքն արել ես, ինչ որ մի համոզում ես ունեցել։ Միանշանակ է, որ այդ դաջվածքը քո ներքին հոգեբանական մտածողությամբ քեզ օգուտ է։ Դրա համար արել ես։ Քո օգուտի մասին մտածող տեսակ է, հա, սա։ Երևի այդ բան հոգեպես բավարարվածություն։ Այո, ինչ որ մի բան, ամենայն դեպս, այսինքն դու լրացնում ես քեզ։ Այսպես է։ Սա բացահայտում է մի կարևոր բան, որ քո մտածումների կենտրոնում դու ես։ Իսկ քո մտածումների կենտրոնում բդեղներ քո սուրբ արժեքը։ Այս դաջվածքները հիմնականում նախ Սուրբ Գիրքը արգելում է դաջվածքը։ Բայց այսօր հասարակության մեջ massայական որ կատարվում է, բոլորին կանգնեցնելու հարցրու, ինչու է արել։ Դուր է եկել։ Ինչ որ կամ հոգեբանական ձեռքբերում է, մեկին ես գիտեմ, մի անգամ բացատրեց, թե ինքը իբր թե եղել է կոմպլեքսավորված եւ վախկոտ եւ ինչ արյուզի գլուխ էր, դա չէ այստեղ ինչ էր արել չգիտեմ։ Որպես համարձակ քայլ։ Հա, էլի, ու դրա արդյունքում ինքը սկսել էր համարձակվել, բայց արդյունքում ինքը համարձակություն չէր ձեռք բերել, ինքը իրան համոզել էր, թե ինքը համարձակ է եւ անշնորհ քայլեր էր կատարում։ Ինչ բոլորի մասին չեմ ասում իմ բանը, բայց ինքը իրան համոզել էր, որ համարձակ է։ Եթե արյուզի գլուխ դաջելով կարող ենք դառնալ համարձակ, այդ դաջեն ու գնանք Արցախ հետ վերցնենք։ Օրինակ։ Հա, օրինակ։ Այսինքն այն ինչ որ իբրև մեղք ոչ թե գործողությունն է ավելի շատ մտածողությունն է։ Դա մեղավոր մտածողության տեսանելի արտահայտությունն է։ Մենք հասել ենք մեր վերջին հարցին, բայց եւս մեկ հարց ցակեց այս ընթացքում, այ օրինակ խոսեցինք դաջվածքներից, որը գուցե եւ հոգեբանական խնդիրների այդ պահին պահանջմունքն է։ Ենթադրենք հավատացյալը ունի հոգեբանական խնդիրներ, եկեղեցին ինչպես է մոտենում, ենթադրենք դուք որպես հոգեբանական կարող են գալ ձեզ դիմել, խոսել, կիսվել ձեզ հետ եւ փորձել այդ կերպ հասնել ճշմարիտին կամ գոնե հոգեկան հանգստության։ Հրաչ ջան, մենք ամեն օր այդ process-ում կանք։ Իհարկե, մեզ մոտենում են շատ հաճախ հոգեբանական այսպես հուզումներ, ստրեսներ չասելու համար էլի, հա, հուզումներ ապրած մարդիկ, արդեն հոգեբանորեն բավականին ծանր դրության մեջ շեղված շեղումներ ունեցող մարդիկ,
մոտենում են հոգեբանական մտածումներ ունեցող, որոնք որ ոչ հուզումների, շեղումների մեջ են, բայց մտատանջության մեջ են, որովհետև խնդիր ունեն լուծելու լուրջ։ Իրենց կյանքում խնդիր առաջացել, մարդիկ չեն կարողանում լուծել։ Բայց եկեղեցին հատուկ մոտեցում չունի, չէ՞, այսինքն եթե հոգեբանի է դիմում, օրինակ այս դեպքում յոգայի գնացող մարդկանց ասում են, եթե մեդիտացիան համարում է սուրբ գրքին դեմ, այս դեպքում հոգեբանին գնալը որովհետեւ խնդիր չի կարող առաջացնել քրիստոնյա մարդու կյանքում, չէ՞։ Ես արի իմ փորձառությունից խոսեմ։ Հոգեբան լինեի, հոգեբանի փորձառությունից կխոսեի։ Ես մի բան ասեմ, եթե մենք խոսում ենք ուրեմն հոգու մասին, ով կարող է հոգու հետ ավելի լավ առնչվել ու շփվել։ Հոգին ընդունողը թե հոգին չընդունողը։ Այսինքն այս դեպքում եթե գիտությունը մերժում է հավատքը, ասում եք, որ Եթե հավիտենականությունը, իմիջիալոց այսպես ասեմ, մարդկային կյանքի պատահող բոլոր տեսակի ցավ ու դժբախտությունները խորքում, եթե ոչ մարդու իմացությամբ, բայց ներքին հոգևոր ենթագիտակցությամբ հաղթահարվում են հավիտենականության գիտակցության ներքո։ Եթե մարդը հավիտենականությանը չի հավատում, հոգու գոյությանը չի հավատում, ո՞նց է այդ հոգու խնդիրը լուծում, ես չգիտեմ։ Այլ բան է, որ ինչ որ նյարդային համակարգի կամ հուզողական համակարգի ինչ որ միջոցներով մարդու մոտ մտածողություն են բերում, ինչ որ մի մտածողություն է մտնում մարդու մոտ, որով կընկթվում է, իրան թվում է, թե իր բեռը ազատվավ, թեթև տարավ, բայց հաջորդ նմանատիպ քայլին ինքը նորից նույն հարվածի տակ է։ Իսկ մենք այսինքն հոգևորականությունը, այսինքն քրիստոնեություն, այսպես ասենք։ Քրիստոնեությունը մարդու նման իրավիճակներում մարդու լուծումը գտնում է մի կետի մեջ։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ կազատեմ, հանգիստ պիտի տամ։ Այ հաջորդ եւ ամենավերջին հարցը հենց դրանում էր կայանում, ձեզ դիմում են մարդիկ, ովքեր հոգնել են կամ շեղվել են ճիշտ ճանապարհից, ինչ է լինում, երբ դուք եք հոգնում, երբ Տեր Փավստոսը հոգնած է, ինչ է լինում, դուք ում եք դիմում։ Ուրեմն երբ որ մենք հոգնում ենք, եթե մեր անձնական անհատական կյանքի խնդիրներ կան, որ մենք մարդ ենք, չէ՞, վերջապես երբեմն անլուծելի խնդիրներ կան, ընտանեկան կյանքի համար պայմաններ կան, որոնք չեն բավարարում, ինչ իմանանք, խնդիրներ են։ Այո։ Եվ երբ որ դու դրա հնարավորությունը չունես, մնում ես որոշակի թևաթափ վիճակում։ Այսինքն ես ավելի քիչ չեմ ապրում, էլի, այդ նույն ծանրությունը։ Իմ անհատական հետ կապված։ Մենք դիմում ենք միմյանց, մեր ընկերներով։ Երբեմն մեր խնդիրները կիսում ենք մեր հոգևոր ընկերների հետ, երբեմն մեր առաջնորդների հետ։ Բայց բոլոր դեպքերում միակ հնարավորությունը իհարկե կա, բայց միակ հնարավորությունը անընդհատ Սուրբ Գիրքը ունենալն է։ Սուրբ Գիրքը մեր կյանքում Աստծո յուրահատուկ խորհրդավոր ընկերակցություն է եւ իր հետ շատ ավելի հեշտ է լուծվում։ Այսինքն այնպես չի, որ մենք ասում ենք թեթև տարանք, չէ՞ լավ էլ ծանր ենք տանում, բայց լուծման միակ ճանապարհը գիտենք, Սուրբ Գիրքն է։ Եկեղեցին իր ծեսով ու պատրակով։ Այսինքն դեպի Աստված, միայն Աստծո հետ շատ հաճախ մենք ես իմ անձնական կյանքով ասեմ, շատ հաճախ խնդիր է եղել, որ ես չեմ կարողացել դրա լուծումը որևէ կերպ պատկերացնել եմ, իմ ընկերների հետ քննարկել ենք։ Եվ այսպես չգիտենք, բոլորս չգիտենք տարբերակն է, բայց գիտենք, որ ելքը կա։ Վերջի կետը այս է, անպայման չէ, որ ես գիտենամ որտեղից է ելքը, ուրեմն միևնույն է դա կա, եւ Աստված ինչ որ մի տեղից այդ ելքը լուծում է։ Եվ հետո ես հասկանում, թե ոնց եղավ։ Եվ այդ փորձառությունից էլ մենք մեր մոտեցող հավատացյալներին ենք փորձում օգնելու։ Իսկ եթե հոգնելը Տեր Փավստոսը հոգնի հավատացյալների բերած բերից, այո, այդպես էլ ենք հոգնում։ Շատ հաճախ այդպես էլ ենք հոգնում։ Ինչ է լինում այդ դեպքում։ Ավելի ենք շահագրգռվում։ Չգիտեմ, ելի երևի պատերազմական իրավիճակի օրինակ բերելով պատկերավոր եղնի։ Բոլորը չէ որ պատերազմ են մասնակցել, բայց բոլորը գոնե դրա ֆիլմերից տեսել են, էլի։
կամ պատմություններ լսել եք։ Սել են, այո։ Երբ որ ուրեմն մարդը ինքն է գնում ծանր դրության մեջ զինվորը եւ հանուն իր ընկերոջ, զինագից ընկերոջ շատ հաճախ պատահում է, որ ասում է դու ինձ թող ու փախիր, այլապես դու իրենից կզոհվես։ Ենթադրենք, չէ՞։ Այսինքն իր մտածողության կենտրոնում իր ընկերն է։ Իսկ եթե ընկերն է վիրավորված, իշքան էլ որ հնարավորություն կա, որ ինքը թողա փախնի, բայց եթե նվիրյալ տեսակն է, ինքը ամեն գնով ընկերոջ ուզում է դուրս բերել եւ հոգնում է, բերի տակ հոգնում է, բայց կրկնակի ուժ է գտնում, Աստված կանչելով է գտնում, ընկեր կանչելով է գտնում, կապ չունի, բայց կրկնակի ուժ է գտնում, որ եթե մենակ լիներ, կարող է այդքան ուժ չգտներ։ Այ երբ որ մենք մեր հավատացյալների այդ հուզումներից, խնդիրներից հոգնածություն ենք զգում, ցավի հոգնածություն է, դա արդեն ցավի, որ ուզում ես օգնելու, դու գիտես ճանապարհը, դու իրան բացատրում ես ճանապարհը, բայց մարդը դեռ վարժված չէ։ Այ հիմնականում ասեմ նման իրավիճակներում մենք հայտնվում ենք, երբ որ ընտանիքների լուծարումները տեղի ունենում։ Որ ճանապարհը մենք շատ լավ գիտենք, բաժանան պատճառները շատ լավ գիտենք, որ չնչին բաներ են, բայց մարդիկ ծանրացրել, ֆետիշացրել են, մենք փորձում ենք օգնելու մարդկանց, տալիս ենք ճանապարհը, հավանում են, բայո ճիշտ է այդպես է, բայց ասում են մեր ուժերից վեր է, եթե մենք մեկը չենք կարող գրենք։ Ու մնում ես այսպես անճար վիճակում։ Ամենամեծ ցավերը դրս է։ Շատ շնորհակալություն Տեր Փավստոս, ինձ համար կոնե շատ ստացված էր զրույցը, ես ինքս եւ իմ եւ մինչեւ հաղորդմանը գալը լսել էի գործընկերներից կարծիքները, փորձեցի այդ բոլոր հարցերին պատասխան գտնել ձեր միջոցով։ Շնորհակալություն շատ։ Խնդրեմ բոլոր հարցերին պատասխան մենք դեռ չենք կարող գտնել, բայց հուսանք ինչ որ մի բան ստացվել է։ Այո։ Մեր քիչ խոսքով։ Մեր խոսածածը շատ քիչ բան է։ Այն մեր փորձառությունն էլ, ինչքան էլ որ ունենք էլ մեր իմացությունը բաշարի քիչ բան է այս հարցերին ամբողջական լիարժեք պատասխան տալու, որովհետև այս հարցերը միշտ արտիական են։ Այսօր մենք այս խոսեցինք այս հարցերի մասին։ Վաղ այս հարցերը նորից կան, վաղվա հոգևորականը ուրիշ փորձառությամբ է խոսելու, բայց միևնույն է ճանապարհը, ուղղությունը մեկն է։ Դեպի Աստված։ Շնորհակալություն։ Իսկ մենք հիշեցնենք, որ այս ձևաչափով կրկին հանդիպելու ենք, փորձելու գտնել բոլոր այն դրվագների պատասխանները, որոնք ձեր մոտ հարցեր են առաջացնում։